Բարև ձեզ։ Մեր առօրյայում հաճախ ենք լսում գանգատներ բարձրացած արյան ճնշման և նրա հետ կապված սիմպտոմների և բուժման մեխանիզմների վերաբերյալ։ Ինչու է բարձրանում արյան ճնշումը, ինչով է այն պայմանավորված և ինչպես գրագետ կառավարել արյան ճնշումը, որպեսզի չունենանք անցանկալի հետևանքներ, ահա այս թեմայով է այսօրվա մեր էպիզոդը Կարդիոլաբ փոդքասթում։ Սիրելի բարեկամներ, մեր հաղորդման գլխավոր գործընկերն է Կարդիոլաբ բժշկական կենտրոնը։ Կարդիոլաբը մասնագիտացված սիրտանոթային խնամքի բժշկական կենտրոնն է, որտեղ դուք մաքսիմալ արագ, որակով և բարձր պրոֆեսիոնալիզմով կստանաք ձեզ անհրաժեշտ բժշկական ախտորոշման և բուժման վերաբերյալ խորհրդատվությունը։ Կարդիոլաբում մեր արժեքներն են որակը, բուժառույակենտրոն մոտեցումը, պրոֆեսիոնալիզմը և թիմային աշխատանքը։ Սիրով կսպասենք ձեզ։ Բարեկամներ, մեզ համար շատ կարևոր են ձեր դիտումները և տարածումները, որպեսզի մեր ալիքը կարողանա առաջընթաց ունենալ։ Եվ այդ պատճառով, եթե հավանում եք այն, ինչ անում ենք, խնդրում եմ մաքսիմալ տարածել, կիսվել ձեր ընկերների հետ, միգուցե ինչ-որ միտեղ ինչ-որ մեկին այսօրվա մեր տեսանյութը պետք է։ Շնորհակալություն աջակցության համար։ Ինչ է արյան ճնշումը։ Որպեսզի փորձենք սխեմատիկորեն մաքսիմալ պարզ բացատրել այս երևույթը, որը մենք ամեն օր լսում ենք, կարծես թե երևի թե չկա ընտանիք, որտեղ չլինի արյան ճնշման չափիչ սարք և չլինեն ծանոթներ, յուրաքանչյուր մարդ ունի ընկերներ, ում մոտ ճնշումը բարձրանում է, ինչ-որ տարբեր պատճառով կամ միգուցե երբեմն իջնում է և իրենք փորձում են կառավարել այն, սակայն որպեսզի կարողանան գրագետ կառավարել, մի փոքր բազային տեղեկատվություն է անհրաժեշտ, որպեսզի մենք պատկերացնենք, թե ինչ է արյան ճնշումը, ինչպես է այն ստեղծվում մեր օրգանիզմում և ինչ միջոցներով մենք կարող ենք իրեն կառավարել ու կարգավորել։ Պարզ նկարագրությամբ արյան ճնշումը դա այն ուժն է, որով մեր սիրտը ճնշում է արյունատար անոթների վրա, արյունատար անոթների պատին։ Որպեսզի ավելի պարզ պատկերացնենք, խորհուրդ եմ տալիս պատկերացնել իբրև պոմպ, որը կարողանում է մղել արյուն դեպի խողովակներ։ Եվ արյան ճնշումը, բառացիորեն ասած, այն ուժն է, որով պոմպը ազդում է խողովակների վրա։ Եվ այդ ուժը պայմանավորված է մի շարք գործոններով։ Առաջին հերթին այն պայմանավորված է մեր սրտի կատարած աշխատանքով, սրտի ուժով, որ ինքը ազդում է խողովակների կամ արյունատար անոթների վրա, և երկրորդ հերթին իհարկե այն պայմանավորված է արյունատար անոթների պատի կոշտությամբ, այդ պարամետրով, որը կոչվում է պատի կոշտություն կամ դիմադրություն, սիստեմիկ անոթային դիմադրություն, որով որ անոթները դիմադրում են մեր սրտի կողմից կիրառված ուժին, և այս երկուսի համադրությամբ է, որ ստեղծվում է այն ցուցանիշը, որը կոչվում է արյան ճնշում։ Եվ իհարկե, ինչպես գիտեք, մեր արյան ճնշումը ունի երկու ցուցանիշ՝ սիստոլիկ, այսինքն բարձր թիվը, որը չափում ենք, և դիաստոլիկ, ցածր թիվը, որը չափում ենք։ Սա էլ փորձենք հասկանալ, թե ինչպես է տեղի ունենում։ Ինչպես գիտենք, մեր սիրտը կծկվող օրգան է, և այն արյունը մղում է կծկվելու միջոցով, որպեսզի կարողանա իրենից դուրս բերել կուտակված արյունը։ Կծկվելուց հետո էլ այն թուլանում է, որպեսզի կարողանա նորից հավաքել արյունը։ Հիմա կծկման փուլը մեզ մոտ սրտում կոչվում է սիստոլա, իսկ թուլանալու փուլը, երբ որ արյունը լցվում է սրտի մեջ, կոչվում է դիաստոլա։ Եվ դրա համար էլ արյան ճնշման երկու պարամետրերը կոչվում են սիստոլիկ և դիաստոլիկ։ Այլ կերպ ասած, սիստոլիկ ճնշումը դա այն ճնշումն է, որը ստեղծվում է սրտի կծկման ժամանակ, բնականաբար դա ավելի մեծ ուժ է, որով սիրտը ազդում է արյունատար անոթների վրա։ Իսկ դիաստոլիկը դա այն ճնշումն է, որը ստեղծվում է սրտի թուլանալու ժամանակ, երբ սիրտը թուլանում է, որպեսզի թոքերից և ամբողջ օրգանիզմից կարողանա իր մեջ վերցնել արյունը հաջորդ փուլում կծկվելու համար։ Հետաքրքիր փաստ, մեկ օրվա ընթացքում չափահաս առողջ մարդու սիրտը կծկվում է մոտավորապես 100-ից 120 հազար անգամ։ Հետևաբար դուք կարող եք պատկերացնել, թե ինչքան զարմանահրաշ օրգան է մեր սիրտը, որ կարողանում է այսպիսի ճշգրտությամբ և այսպիսի պրոֆեսիոնալիզմով կարծես թե իրականացնել իր աշխատանքը։
Սակայն գոյություն են իրավիճակներ եւ այսուհետ կխոսենք այդ իրավիճակների մասին, երբ սրտի կատարած աշխատանքը սկսում է տուժել։ Ինչու է տուժում? Պատճառները կարող են բազմաթիվ լինել, բայց դեպքերի մեծամասնության ժամանակ դա մեր անոթների պատի դիմադրության բարձրացումն է ժամանակի ընթացքում նրանց կոշտացման, այսպես կարծես պնդացման եւ դիմադրողականության բարձրացման արդյունքում, ինչի շնորհիվ սիրտը ստիպված է ավելի մեծ ուժ կիրառել, որպեսզի բավարար արյուն կարողանա մատակարարել մեր օրգան համակարգերին, եւ քանի որ ուժը մեծանում է, համապատասխանաբար մեծանում է նաեւ ճնշման ցուցանիշը, եւ մենք արդեն ունենք մի երևույթ, որը կոչվում է բարձրացած արյան ճնշում կամ հիպերտենզիա։ Նախկինում այս տերմինին կոչում էին զարկերակային հիպերտենզիա, բարձր արյան ճնշման տերմինի, սակայն այսօր համարվում է, որ արյան ճնշումը ոչ միայն զարկերակների, այլ նաև օրգանիզմի բոլոր անոթների, ներառյալ մազանոթների հիվանդություն է, եւ այդ պատճառով մենք զարկերակային տերմինը համարում ենք հնացած եւ այն դուրս է գալիս կիրառությունից եւ մնում է միայն արյան բարձր ճնշում տերմինը, որով կարող ենք խոսել դրա վերաբերյալ։ Հիմա որն է նորման? Եկեք սկզբից խոսենք նորմայի վերաբերյալ, հետո անդրադառնանք բարձր արյան ճնշման ցուցանիշներին, նրա ախտորոշման ճանապարհներին եւ իհարկե բուժմանը, որը ամենակարևոր մեր թիրախն է։ Տեսեք, համարվում է, որ ընդհանուր նորման բոլոր մարդկանց համար, եթե իրենք չունեն այլ հիվանդություն, ճիշտ է, որ արյան ճնշումը լինի 130-90-ից ներքև ընդհանուր բոլոր մարդկանց համար։ Սակայն ինդիվիդուալ ռիսկերից ելնելով, եթե օրինակ մարդը ունի արդեն աթերոսկլերոտիկ անոթային հիվանդություն, սրտի սնուցող անոթների հիվանդություն, կամ կրել է ինսուլտ, կամ ունի երիկամների վնասում, նման դեպքերում խորհուրդ է տրվում ավելի իջեցնել արյան ճնշման ցուցանիշը եւ պահել 120-80-ից ներքև։ Սակայն չպետք է մոռանալ, որ ցածր ճնշումը նույնպես խնդրահարույց է եւ կան իրավիճակներ, հատկապես երբ օրինակ մարդը ունի սրտի սնուցման խանգարում, որ հատկապես դիաստոլիկ ճնշման իջեցումը կարող է վատ հետևանքներ ունենալ իրենց համար։ Եվ այն պարագաներում, երբ մենք գործ ունենք քրոնիկ կորոնար հիվանդության հետ, այսինքն սրտամկանի սնուցման խանգարման հետ, համարվում է, որ արժե դիաստոլիկ ճնշումը չիջեցնել ավել, քան 70 մմ սնդիկի սյունը։ Ինչու է սա կարևոր, որովհետև մեր սիրտը, արդեն ասեցի, որ լինելով շատ զարմանահրաշ օրգան, նաև ունի մի զարմանահրաշ ալտրուիստիկ հատկություն։ Սա այն երևույթն է, որ սիրտը նախքան ինքն իրեն արյուն մատակարարելը, արյունն է մատակարարում օրգանիզմի բոլոր օրգան սիստեմներին։ Նոր վերջում միայն սիստոլայի ավարտից հետո դիաստոլայի փուլում կարողանում է ինքն իրեն արյուն մատակարարել։ Եվ այդ է պատճառը, որ դիաստոլիկ ճնշման ցուցանիշը շատ կարևոր է մեր սրտի սնուցման համար։ Եվ գոյություն են իրավիճակներ, որ դիաստոլիկ ճնշումը կարող է շատ իջնել, եւ մենք շուտով կխոսենք այդ իրավիճակների վերաբերյալ։ Խոսելով նորմալ ճնշման վերաբերյալ, կարևոր է իմանալ, թե ինչպես ճիշտ ախտորոշել արյան բարձր ճնշումը, որովհետև գոյություն են բազմաթիվ ֆունկցիոնալ իրավիճակներ, որոնց ժամանակ ճնշումը կարող է բարձր լինել, բայց սա չի նշանակում, որ պացիենտը տառապում է հիպերտենզիայով բարձր ճնշմամբ։ Օրինակ, ֆիզիկական ակտիվության ժամանակ, երբ մարդը ինչ-որ ակտիվություն է անում վազքի, քայլքի կամ էմոցիոնալ լարումների ժամանակ, լիովին նորմալ է, որ ճնշումը բարձրանա։ Սա տեղի ունենում մեր նյարդային համակարգի ակտիվացման շնորհիվ, սպეციფიկ այն հատվածի նյարդային համակարգի, որը կոչվում է սիմպաթիկ նյարդային համակարգ։ Սա այն պրոցեսներն են, որոնք պատասխանատու են արագ սրտազարկի, քրտնարտադրության, էմոցիոնալ ակտիվության, ֆիզիկական ակտիվության եւ ճնշման բարձրացման համար։ Նյարդային համակարգը մեր պատասխան է տալիս։ Ենթադրենք մարդը տագնապում է, այդ ժամանակ իր մոտ նյարդային վերջույթներից արտազատվում է էպինեֆրին կամ ադրենալինի նման նյութ, որը ստիպում է, որ մեր սրտազարկը արագանա, որ մեր ճնշումը բարձրանա, որովհետև մենք կարծես թե տեղավորվում ենք այն փիլիսոփայության մեջ, որը շատ հնուց հայտնի է, անգլերենով ասում են fight or flight կարգավիճակում, այսինքն մեր օրգանիզմը մոբիլիզացվում է, որպեսզի կարողանա դիմակայել խնդիրներին։
նույնիսկ եթե դրանք չկան, տագնապի դեպքում հաճախ դրանք չկան։ Ինչևից է, եթե մենք փորձում ենք հասկանալ, թե մենք ունենք արդյոք արյան բարձր ճնշում, թե ոչ, շատ կարևոր է չափման տեխնիկան։ Օրինակ, հաճախ պացիենտները հարցնում են. աջ ձեռքին չափել ճնշումը, թե ձախին, որն է ավելի ճիշտ ցույց տալիս արյան ճնշումը։ Այս մասով պետք է անպայման նշել, որ կարևոր է արյան բարձր ճնշում ախտորոշելու համար չափել երկու ձեռքերին միաժամանակ եւ ընտրել ավելի բարձր ճնշում ունեցող ձեռքը։ Իրականում 5-ից 10 մմ սնդիկիսյան տարբերություն լիովին նորմալ է երկու վերջույթների միջև, սակայն եթե դուք ավելի մեծ տարբերություն եք տեսնում, ենթադրենք մի ձեռքին չափում եք 20-30 մմ սնդիկիսյունով ավելի բարձր, քան մյուս ձեռքին, նման դեպքերում հավելյալ հետազոտություն եւ խորհրդատվություն է անհրաժեշտ անոթաբանի կողմից բացառելու համար տարբեր տեսակի անոթային ախտահարումները։ Խոսեցինք, որ ճնշում պետք է չափել այն ձեռքին, որը որ ավելի բարձր է չափվում։ Մի քանի չափումներից հետո դուք կարծես թե կծանոթանաք եւ կտեսնեք, որ ձեզ մոտ ենթադրենք աջ կամ ձախ ձեռքն է ավելի բարձր չափում ճնշումը եւ պետք է շարունակել չափումները կատարել այդ ձեռքին։ Շատ կարեւոր է չափումները կատարել 15-20 րոպե հանգիստ նստելուց հետո։ Չարժի ֆիզիկական ակտիվություն անել, հետո գալ նստել եւ միանգամից ճնշումը չափել։ Ինչպես նաեւ չարժի ճնշումը չափել ծխախոտ, սուրճ կամ ալկոհոլ օգտագործելուց հետո, որովհետև այս ցուցանիշներն էլ չեն համապատասխանում ձեր նորմային։ Գոյություն ունի հասկացողություն, որը կոչվում է օֆիսային ճնշում։ Ինչից է սա առաջանում, կամ ասում են սպիտակ խալաթի հիպերտենզիա։ Սովորաբար, երբ բուժառուները գալիս են բժշկի այցելության, իրենք գիտակցաբար կամ անգիտակցաբար որոշակի տագնապային էլեմենտ են ունենում, եւ սա իհարկե լիովին նորմալ է, քանի որ մարդը անհանգստանում է իր առողջության համար։ Եվ այդ պատճառով հետազոտությունները ցույց են տվել, որ արյան ճնշման չափումները տանը եւ օֆիսում բժշկի օֆիսում կարող են մոտավորապես 10 մմ սնդիկիսյունով տարբեր լինել եւ դա է պատճառը, որ արյան բարձր ճնշումը տանը ախտորոշելու համար մեզ բավարար է ցուցանիշ, որը 130-80-ից բարձր է, սակայն եթե մենք օֆիսում ենք դա ախտորոշում, ապա ցուցանիշը պետք է լինի 140-90-ից բարձր մի քանի չափումների արդյունքում։ Իսկ ընդհանրապես ավելի կարևոր է բարձր արյան ճնշման ախտորոշումը դնել երկարաժամկետ չափումների արդյունքում։ Սրա լավ օրինակ է ճնշման օրագիրը, որը մենք հաճախ բուժառուներին խորհուրդ ենք տալիս պահել, այսինքն օրական 3 անգամ հանգիստ վիճակում նստել եւ չափել արյան ճնշումը, բայց ել ավելի լավ օրինակ է այսպես կոչված ամբուլատոր արյան ճնշման մոնիտորինգի սարքերը, որոնք թույլ են տալիս արյան ճնշումը չափել ոչ միայն հանգիստ, այլ նաեւ ֆիզիկական ակտիվության ժամանակ։ Օրինակ կլինեն բուժառուներ, որոնց մոտ հանգիստ վիճակում ճնշումը նորմալ է, սակայն ֆիզիկական ակտիվության ժամանակ բարձրանում է թույլատրելիից ավելի շատ։ Հիշեցնեմ, որ ֆիզիկական ակտիվության ժամանակ ճնշման բարձրացումները նորմալ երևույթ են, այդպես էլ պիտի լինի, սակայն պատահում է, որ ենթադրենք մարդու ճնշումը հանգիստ վիճակում 120-80 է եւ մի թեթև ֆիզիկական ակտիվությունից բարձրանում է 200 մմ սնդիկիսյունից բարձր սիստոլիկ ճնշումը, այս դեպքում մենք իհարկե պետք է ախտորոշենք արյան ճնշում, պետք է սահմանափակենք բուժառուի ֆիզիկական ակտիվությունները եւ արդեն խորհուրդ տանք բուժական պրոտոկոլներ։ Որոնք են այն կարևոր ցուցանիշները, որոնց վրա ազդելով դուք ինքնուրույն առանց դեղամիջոցների կարող եք նպաստել ձեր արյան ճնշման կարգավորմանը, եթե արդեն ձեզ մոտ ախտորոշվել է արյան բարձր ճնշում։ Առաջերտին շատ կարևոր է իհարկե մեր մարմնի զանգվածը նորմայի հասցնել, այսինքն ճարպակալման դեմ պայքարը։ Ինչպես է սա արվում։ Ճարպակալումը գիտենք, որ շատ տարածված էպիդեմիա է, հիվանդություն է, որը ախտահարում է շատ շատերին, մեր երկրում նույնպես բացառություն չի, եւ մարմնի զանգվածի ինդեքսը այն հիմնական ցուցանիշն է, որից ելնելով մենք կարողանում ենք ախտորոշել ճարպակալում։ Տեսեք, նորմալ քաշով մարմնի զանգվածով մարդու մարմնի զանգվածի ինդեքսը պետք է լինի մաքսիմում 25։ Մարմնի զանգվածի ինդեքսը մի պարզ ցուցանիշ է, որը թույլ է տալիս հասկանալ արդյոք մեր զանգվածը համապատասխանում է մեր հասակին, այսինքն նորմայում է գտնվում մեր զանգվածը, թե ոչ։ Եվ մարմնի զանգվածի ինդեքսը ֆորմուլայով է հաշվարկվում, որի մեջ մտնում է մեր զանգվածը, որը բաժանվում է մեր հասակի քառակուսու վրա։ Եվ մարմնի զանգվածի ինդեքսը ունի նորմաներ։ Նորմալ ռեյնջը, տարածությունը կամ միջակայքը մարմնի զանգվածի ինդեքսի ընկնում է 18.5-ից մինչև 25 միջակայքում։
Սա շատ հեշտ է հաշվարկել, օնլայն կալկուլյատորներ կան, որով դուք կարող եք մտնել, տեղադրել ձեր քաշը, հասակը, չմոռանաք մետրիկ ցուցանիշներով հաշվարկել եւ ստանալ ձեր BMI-ը, արդյոք նա նորմայի մեջ է, թե ոչ։ Որոշ մի փոքր ավելի բարդ կալկուլյատորներ կան, որոնց մեջ մտնում են նաեւ ձեր սեռը, տարիքը, որը ել ավելի ճշգրիտ է դարձնում այս հաշվարկը։ Եվ եթե մեր մարմնի զանգվածի ինդեքսը ընկնում է 25-ից բարձր տարածքում, դա նշանակում է, որ մենք ունենք խնդիր, ավելորդ քաշի խնդիր։ 25-ից մինչև 30 միջակայքը համարվում է ուղղակի հավելյալ քաշի, բայց ոչ դեռ ճարպակալման միջակայք, 30-ից հետո արդեն մենք ընկնում ենք ճարպակալման միջակայքում, առաջին, երկրորդ, երրորդ աստիճանի կամ հիվանդագին ճարպակալման միջակայքերն են սկսում եւ զարմանալիորեն մեր բուժարուների մեծ մասը նույնիսկ չի էլ գիտակցում, որ իրենց մոտ արդեն այդ խնդիրը կա, իսկ ճարպակալումը դա գերխնդիր է, որը մեծացնում է շատ տարբեր հիվանդությունների, առաջին հերթին արյան բարձր ճնշման, բայց նաև շաքարային դիաբետի, որոշ տեսակի քաղցկեղների հավանականությունը բուժարուի մոտ, եւ սա հիվանդություն է, խնդիր է, որի մասին մշտապես արժի բարձրաձայնել եւ պայքարել դրա դեմ, թե կենսակերպի մոդիֆիկացիայի, բայց թե նաև բուժական միջամտություններով։ Այսօր արդեն մենք ունենք լուծումներ դեղորայքային, որոնք թույլ են տալիս մարմնի զանգվածը ճիշտ առողջ կերպով նվազեցնել եւ հասնել նորմալ միջակայքի, մարմնի զանգվածի ինդեքսի։ Ուրեմն խոսեցինք, որ մարմնի զանգվածը նվազեցնելը շատ կարևոր է արյան ճնշումը ճիշտ կառավարելու համար։ Երկրորդ կարևոր միջամտությունը, որ արժե անել ձեր արյան ճնշումը նորմայի մեջ պահելու համար, սա ֆիզիկական ակտիվությունն է իհարկե։ Exercise, 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 այսինքն շարժվելը շատ կարևոր է։ Եթե նույնիսկ չեք կարողանում մասնակցել սպորտային ակտիվությունների կամ հաճախել ֆիթնեսի, ապա առնվազն ամեն օր 1 ժամ մի փոքր արագ քայլքով քայլելը բուժարուների համար կրիտիկական է տարատեսակ հիվանդություններ, ներառյալ նաև արյան բարձր ճնշումը կանխարգելելու եւ բուժելու համար։ Էնպես որ բարեկամներ, նվազեցնում ենք մարմնի զանգվածը եւ շարժվում ենք, շարժվելը շատ կարևոր է, կենսակարևոր է, մարդը ստեղծված է շարժվելու համար եւ ճիշտ է այսօրվա տեխնոլոգիաները մեզ անուղղակիորեն փորձում են գամել մեր տեղերում, սակայն հիշում ենք, մեր գլխում պահում ենք, որ առանց շարժվելու կյանք չկա։ Երրորդ կարևոր գործոնը, որի վրա մենք կարող ենք ազդել, որպեսզի նվազեցնենք մեր արյան ճնշումը, դա իհարկե կերակրի աղն է եւ նրա քանակությունը մեր առօրյայում, մեր սննդի մեջ։ Չմոռանանք, որ չարժե ընդհանրապես ավելացնել աղ պատրաստված սննդին եւ պետք է մաքսիմալ խուսափել աղի, թթու, կծու սնունդի կիրառությունից, որը նույնպես կարող է ավելացնել աղի քանակությունը մեր արյան մեջ։ Մյուս կարևոր ցուցանիշը իհարկե անպիտան շաքարների նվազեցումն է, որը կարող է նվազեցնել մեր մարմնի զանգվածը եւ նպաստել մեր առողջությանը եւ մեր սիրտանոթային ռիսկի նվազեցմանը։ Անպիտան շաքարների մեջ մտնում են բոլոր պատրաստված, հատկապես դրսում պատրաստված թխվածքաբլիթները, սպիտակ հացը, շաքարները, հյութերը, ըմպելիքները եւ ըմպելիքներից ալկոհոլը եւ չմոռանանք իհարկե, որ շատ կարեւոր է ջրի կիրառությունը մեր օրգանիզմում։ Օրական չափած առողջ մարդը պետք է ընդունի 2-ից 3 լիտր ջուր միջին հաշվարկով, որպեսզի կարողանա խթանել մետաբոլիզմը եւ արագացնել առողջ պրոցեսները օրգանիզմում։ Հաջորդ կարևոր բանը, որ դուք կարող եք անել ձեր արյան ճնշումը կառավարելու համար, իհարկե չծխելն է։ Ծխախոտը ուղղակի ազդեցություն ունի մեր անոթների պատի վրա եւ աճեցնում է ռեզիստենտականությունը, դիմադրողականությունը, որի արդյունքում էլ ուղղակիորեն նպաստում է եւ պատճառահետևանքային կապ է հանդիսանում արյան ճնշման բարձրացման մեջ։ Ծխելու դեմ պայքարը ունի տարբեր աստիճաններ։ Եթե դուք ինքնուրույն չեք կարողանում ազատվել ծխախոտից, ապա պարտադիր խորհուրդ եմ տալիս դիմել հոգեբանի, անցնել կոգնիտիվ վարքագծային թերապիա, հասկանալ թե դուք ինչով եք փոխարինում ձեզ մոտ այդ ծխախոտը, ինչ բաց է լրացնում ձեր կյանքում եւ ինչպես կարելի է պայքարել ու ազատվել դրանից։ Ինչպես նաեւ մեր երկրում գոյություն ունի ծխելու դեմ պայքարի թեժգիծ, որին նույնպես կարող եք դիմել եւ ստանալ անվճար խորհրդատվություն, թե ինչպես ազատվել ծխախոտի վնասակար ազդեցությունից ձեր օրգանիզմի վրա։ Սովորաբար, եթե
խնդիրը շատ արտահայտված չի, այսինքն արյան ճնշման ցուցանիշները շատ բարձր կյանքի համար վտանգավոր բարձր թվերի չեն հասնում, ապա առաջին բանը, որ բժիշկը խորհուրդ է տալիս բուժառուին, դա հենց կենսակերպի մոդիֆիկացիան է։ Մի քանի ամիս փորձում ենք կենսակերպը փոխելով կարգավորել արյան ճնշման ցուցանիշը, հատկապես եթե մեր բուժառուն չունի հավելյալ ռիսկեր, ինչպիսիք են աթերոսկլերոտիկ սիրտանոթային հիվանդությունը, երիկամային հիվանդությունը կամ այլ ներքին օրգանների իշեմիայի առկայությունը։ Նման դեպքերում մենք ասում ենք հարգելի բուժառու, ահա ձեզ գործիքակազմը, որով դուք կարող եք փորձել կարգավորել ձեր արյան ճնշումը։ Վերջին ամենակարևոր բանը, որի մասին ուզում եմ խոսել, դա սթրեսի ճիշտ կառավարումն է եւ նորմալ քունը, քանի որ եթե մենք չկարողացանք նորմալ քնել եւ մեր քնի որակը բավարար չեղավ, անխուսափելիորեն չի ստացվելու արյան ճնշումը կարգավորել։ Սթրեսի կառավարման համար ունենք կարևոր գործիքներ։ Իհարկե դրանց մեջ առաջին հերթին մտնում է առողջ սնունդը եւ քնի որակը նորմալացնելը, սակայն եթե այս բազային գործիքները ձեզ չեն օգնում եւ չի ստացվում դա նորմալ կառավարել, ապա միշտ կարող եք դիմել մասնագիտական օգնության եւ ինքնուրույն կարող եք փորձել կիրառել շնչառական տեխնիկաներ, journaling-ի կամ free writing-ի տեխնիկան եւ իհարկե ֆիզիկական ակտիվությունը, որը նույնպես շատ մեծ դոպամինի բուստեր է եւ թույլ չի տալիս, որպեսզի մենք ընկնենք վատ տրամադրությունների տագնապի եւ տխուր ազդեցությունների տակ։ Դեղորայքային բուժման վերաբերյալ մի կարևոր տարածված սխալ կա, որը հաճախ թույլ են տալիս բուժառուները կամ ինքնաբուժման միջոցով կամ միգուցե բուժաշխատողները ինֆորմացիայի պակասի պատճառով։ Դեպքերի մեծ մասում բարեկամներ արյան բարձր ճնշումը բուժելու համար պետք է սկսել ոչ թե մեկ պրեպարատով, այլ համակցված բուժմամբ։ Ինչու է սա կարևոր, որովհետև մոնոթերապիան կամ մեկ դեղամիջոցով բուժումը կարող է ունենալ այսպես կոչված ռիկոշետի էֆեկտ եւ կարող է ընդհակառակը բարձրացնել ճնշումը եւ ավելացնել արյան ճնշման տատանումները օրվա ընթացքում։ Այդ է պատճառը, որ բոլոր ուղեցույցները խորհուրդ են տալիս դեպքերի զգալի մեծամասնության մեջ արյան ճնշման բուժումը սկսել համակցված թերապիայով, այսինքն 2 կամ միգուցե 3 պրեպարատի համակցությամբ, որովհետև սա մեզ թույլ է տալիս ավելի հեշտ ու արագ կարգավորել ճնշումը, ավելի նվազեցնել ճնշման տատանողականությունը եւ ավելի լավացնել արդյունքները հարակից հիվանդությունների տեսանկյունից, նվազեցնել սիրտանոթային պատահարների հավանականությունը։ Միայն որոշ շատ փխրուն ծեր պացիենտների մոտ է, որ իմաստ ունի սկսել բուժումը արյան բարձր ճնշման մոնոթերապիայով, որովհետև չմոռանանք, որ ծերերի մոտ հաճախ հանդիպում է մի երևույթ, որը կոչվում է օրթոստատիկ թերճնշում կամ այսպես կոչված ճնշման անկումները, որի արդյունքում իրենք կարող են ունենալ նույնիսկ ընկնելու, կոտրվածք ստանալու եւ այլ ռիսկեր։ Եվ դրա համար, եթե մենք գնահատում ենք, որ մեր պացիենտը շատ տարիքով է, շատ փխրուն է եւ ճնշումն էլ շատ բարձր ցուցանիշների չի հասնում, ապա խորհուրդ է տրվում սկսել արյան ճնշման բուժումը մոնոթերապիայով միայն, հետո նոր անցնել B կամ տրիթերապիայի։ Եվ գոյություն են որոշ տարածված դեղորայքային խմբեր, որոնցով խորհուրդ է տրվում սկսել դեղորայքային բուժումը։ Սրանց օրինակներ կարող են լինել օրինակ անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի ինհիբիտորները, այսպես կոչված պրիլերի շարքը, եւ կամ անգիոտենզինային ռեցեպտորների բլոկատորները, սա սարտանների շարքն է, իրենց հետ կարող է համակցվել կալցիումական խողովակների պաշարիչներ, ձիպիններ, այսպես ասած, եւ որոշ տեսակի միզամուղներ, մեղ միզամուղ էֆեկտ ունեցող պրեպարատներ, դիուրետիկներ, եւ այս համակցությունները սովորաբար շատ էֆեկտիվ կերպով կարգավորում են։ Հիմա հարց. բուժառուների մի զգալի մասի մոտ հարց է առաջանում եւ իրենք այդ հարցով դիմում են մեզ, թե արդյոք արյան ճնշման բուժումը ունի քրոնիկական բնույթ, թե հնարավոր է կուրսով բուժել եւ հարցը ավարտին հասցնել ու չշարունակել այլևս դեղորայք ստանալ, որովհետեւ բուժառուների մեծ մասի համար իհարկե խնդիր է այդ ընդունումը եւ ընկալումը, որ իրենք ստիպված են լինելու ամբողջ կյանքի ընթացքում ստանալ դեղորայքային բուժում։ Տեսեք, այստեղ հարցը շատ կախված է նաեւ
բուժառուի վարած կենսակերպից եւ արյան բարձր ճնշման տիպից։ Եթե մենք ունենք բուժառու, որի մարմնի զանգվածը ենթադրենք վերջին ամիսներին կտրուկ ավելացել է ինչ-ինչ պատճառներով եւ ինքը դարձել է շատ նստակյաց եւ դրա արդյունքում ճնշումը սկսել է տատանվել, մենք կարող ենք նշանակել ժամանակավոր դեղորայքային բուժում մի քանի ամսով ենթադրենք եւ խորհուրդ տալ աշխատել կենսակերպի վրա։ Եվ շատ հաճախ տեսնում ենք դեպքեր, երբ մարդը կորեկցում է մարմնի զանգվածը, ֆիզիկական ակտիվություն է ավելացնում, ծխելն է թողնում եւ ունենում են կարգավորում եւ շատ շուտով այլևս դեղորայքի անհրաժեշտություն չի լինում։ Սակայն գոյություն ունեն իրավիճակներ, երբ մարդը արդեն գալիս է չբուժված, երկարատև չբուժված, թիրախային օրգանների վնասումով, գերճնշումով, որոնք են արյան ճնշման հիմնական թիրախային օրգանները։ Իհարկե դա առաջին հերթին սիրտն է, երկրորդ հերթին գլխուղեղը, երրորդ հերթին երիկամները։ Եթե մենք արդեն ունենք արյան բարձր ճնշում թիրախային օրգանների վնասումով, ապա հավանականությունը շատ մեծ չի, որ կկարողանանք այսպես կուրսի ձևով հարցը լուծել եւ ազատվել դեղորայքային բուժումից։ Նման դեպքերում մենք արդեն խոսում ենք դեղահաբերի քրոնիկական կիրառման անհրաժեշտության վերաբերյալ եւ ահա հենց այստեղ է, որ մեզ օգնության է գալիս դեղորայքային ինդուստրիան, այսպես կոչված պոլիպիլերի օգնությամբ, քանի որ բնականաբար յուրաքանչյուր մարդու համար շատ բարդ է, որ ինքը օրական 3-4-5 անուն դեղ ընդունի եւ հիշի։ Իհարկե կան իրավիճակներ, որ սա պարտադիր է եւ անհրաժեշտ է, սակայն այսօր դեղորայքային ինդուստրիան մեզ օգնում է կոմբինացված, համակցված դեղահաբեր պատրաստելով, որոնք օրինակ մի դեղահաբում պարունակում են 3 դեղամիջոց եւ օրական 1 հաբ ընդունելով միայն մենք կկարողանանք կարգավորել ու կառավարել արյան ճնշումը։ Բնականաբար այստեղ հարկավոր է աշխատանք տանել նաև մեր բուժառուների հետ, այսպես կոչված դեղորայքահակվածության վերաբերյալ, այսինքն շատ կարևոր է, որպեսզի պացիենտը շարունակական կերպով, քրոնիկական կերպով ամենօրյա ռեժիմով ընդունի իր դեղորայքային բուժումը, որովհետև եթե մարդը մի օր խմում է, մի օր չի խմում, հաջորդ օրը խմում է, մյուս օր չի խմում, մենք ունենում ենք կտրուկ տատանումներ եւ երբեմն ստեղծվում է իրավիճակ, որը կոչվում է կեղծ ռեզիստենտ հիպերտենզիա։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է այն, որ մարդը գալիս է մեզ մոտ եւ ասում է բժիշկ ջան, դեղերը նշանակեցիր, բայց չի օգնում, չեմ կարողանում կարգավորել ճնշումը։ Դու մտածում ես, այս ինչքան վատ է այս մարդու անոթների կարգավիճակը, արդեն ինչքան են կոշտացել, որ չի ստացվում ճնշումը կարգավորել։ Սակայն իրականում բուժառուն ուղղակի ոչ պատշաճ կերպով է ընդունել դեղահաբերը եւ սա է պատճառը, որ կարգավորման չենք հասնում։ Այդ պատճառով adekvat, ճշգրիտ, գրագետ արված խորհրդատվությունը եւ ճիշտ կոմունիկացիան բժշկի եւ բուժառուի միջեւ, որպեսզի հասկանանք, թե որտեղ է թաղված այսպես կոչված շանգլուխը եւ կարողանանք պատճառից բռնել եւ վերացնել խնդիրը, այլ ոչ թե ավելի ու ավելի շատ բուժում նշանակենք, որի արդյունքում կտուժի թե բուժառուի առողջությունը եւ թե ընդհանուր արդյունքը հիվանդության։ Մի փոքր ուզում եմ խոսել արյան բարձր ճնշման, այսպես կոչված երկրորդային հիպերտենզիայի վերաբերյալ, այսինքն ոչ այն արյան բարձր ճնշումը, որն առաջանում է մեր օրգանիզմի անոթների դիմադրողականության բարձրացման պատճառով, այլ մի փոքր խումբ հիվանդությունների, որոնք կարող են պատճառ դառնալ արյան ճնշման շատ բարձր ցուցանիշների եւ որոնք բուժելով կարող են կարգավորել ճնշումը առանց հետագայում բարդությունների ակնկալիքի։ Միանգամից ուզում եմ զգուշացնել, որ այս խումբը շատ փոքր է եւ եթե դուք ձեռք եք բերել արյան բարձր ճնշում, ամենայն հավանականությամբ այստեղ մենք գործ ունենք այդ իդիոպաթիկ կամ առաջնային հիպերտենզիայի հետ, որը կապված է անոթների ռեզիստենտականության վատացման հետ, անոթների պատի կոշտացման հետ։ Սակայն մի փոքր խումբ կա, սա հատկապես այն երիտասարդ պացիենտներն են, որոնք չունեն հավելյալ քաշ, չեն ծխում եւ այլն, բայց ունեն շատ բարձր արյան ճնշում, որոնց մոտ կարող է օրգանիզմում ինչ-որ միտեղ թաքնված պատճառ լինել, որը հանգեցրել է այդ ճնշման բարձրացմանը։ Այդ հիվանդությունների խմբի մեջ մտնում է օրինակ բնածին հիվանդություն, որը կոչվում է աորտայի կոարկտացիա։ Սա մի հիվանդություն է, որի ժամանակ մեր խոշոր անոթը, զարկերակը, աորտան գլխուղեղին եւ վերին վերջույթներին արյուն մատակարարելուց հետո ունենում է արտահայտված նեղացում։
Եվ այդ նեղացումը ստիպում է, որ սիրտը ավելի ուժեղ աշխատի եւ ավելի բարձր ճնշում ստեղծի, եւ այս հիվանդությունը բնականաբար բուժվում է միջամտության միջոցով։ Հաջորդ մեծ խմբի մեջ մտնում են իհարկե մեր ներզատական հիվանդությունները կամ էնդոկրին համակարգի խնդիրները, օրինակ ալդոստերոնի կամ ռենինի գերարտադրությունը կամ մակերի կամների հիվանդություն, որը կոչվում է ֆեոքրոմոցիտոմա։ Եվ նման իրավիճակներում շատ կարևոր է ներզատաբանի եւ սրտաբանի համատեղ տարված աշխատանքը, որպեսզի ճշգրիտ ախտորոշում կատարվի եւ բուժվի հիվանդությունը։ Մյուս մեծ խումբ հիվանդությունները, որոնք կարող են առաջացնել արյան բարձր ճնշում, կապված են երիկամների հիվանդությունների հետ։ Մեր երիկամը շատ կարևոր դեր ունի արյան ճնշման կարգավորման հետ, եւ երբ երիկամում առաջանում է ինչ-որ տեսակի հիվանդություն, դա կարող է ուղեկցվել նաեւ ճնշման բարձրացումով։ Այստեղ կցանկանայի նաև նշել երիկամը սնուցող անոթների կարևորագույն դերի մասին արյան ճնշման կարգավորման մեջ։ Եվ նորից նույն երիտասարդ պացիենտների մոտ կարող է լինել արյան բարձր ճնշում այն պատճառով, որ երիկամը սնուցող անոթներից մեկը կամ երկու միգուցե երիկամի սնուցող անոթները կտրուկ նեղացում ունեն եւ արյունը բավարար չի արյունամատակարարվում մեր երիկամներին։ Այս ախտորոշումները դրվում են մանրակրկիտ գործիքային հետազոտությունների արդյունքում, որոնց օգնությամբ կարողանում ենք պարզել պատճառը, բուժել այն եւ բուժառուին ազատել երկարաժամկետ բարձր արյան ճնշման ունեցած վնասակար հետևանքներից։ Այսօր այսքանն էր բարեկամներ բարձր արյան ճնշման եւ նրա կառավարման մեթոդների վերաբերյալ։ Եթե հավանեցիք այս տեսանյութը, առաջարկում եմ, որ այն ուղարկեք ձեր հարազատներին, բարեկամներին, ովքեր ունեն բարձր արյան ճնշում, քանի որ մեր գրագիտության բարձրացումը միանշանակ կարող է նպաստել հիվանդության ավելի լավ արդյունքի ունենալուն եւ ճիշտ կառավարելուն։ Առողջություն եմ մաղթում, կհանդիպենք հաջորդ անգամ։